Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններ կեղծելով դարձել է նախագահ, Ռոբերտ Քոչարյանը ընտրություններ կեղծելով դարձել է նախագահ, Սերժ Սարգսյանը ընտրություններ կեղծելով դարձել է նախագահ, այսինքն այդ մարդիկ չէին կարող դառնալ։ Հիմա Գարեգին երկրորդն էլ, Կտրիչ Ներսիսյանն էլ ըստ էության կեղծելով ընտրական process-ը դարձել է կաթողիկոս։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ժեկից տեղեկանք է բերել, որ ինքը Հայաստանում ապրել է 10 տարի, դարձել է նախագահ, Կտրիչ Ներսիսյանն էլ կեղծել է թուղթ, որ ինքը կուսակրոն է եւ դարձել է կաթողիկոս։ Ինչ տարբերություն, մեկը կարող է ինձ ասել։ Կամ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններ կեղծել է, տրցակներով լցրել են տուփերի մեջ դարձել է նախագահ, նրանք էլ թուղթ են կեղծել կամ եկեղեցու սրբազան ուխտն են կեղծել, դարձել են կաթողիկոս։ Արժեքային առումով ինչ տարբերություն, մեկը կարող է ինձ ասել։